Անդրադառնալով վերջին օրերին լայն տարածում գտած տեսանյութերին եւ երևույթին ուսուցչի հանդեպ անհարգալից ոչ պատշաճ վերաբերմունքին մենք երեք արդեն հայտարարություն տարածել էինք եւ բնականաբար անթույլատրելի եւ դատապարտելի է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը առհասարակ դպրոցային միջավայրն է որտեղ բռնությունը ցանկացած տիպի բռնությունը անթույլատրելի է բայց առավել եւս անթույլատրելի է նաեւ ուսուցչի հանդեպ որովհետեւ սովորողները ծնողները հստակ պիտի գիտակցեն ուսուցչի դերը իրենց կյանքում կամ իրենց երեխայի կյանքում եւ որևէ մեկը իրավունք չունի որևէ ուսուցչի հետ նման կերպ իրեն պահել բնականաբար դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է բնականաբար միայն պարտականությունները կատարողին այդ պարտականությունները կատարելուց զրկելով հարցը չի լուծվում որովհետեւ բնականաբար խնդիրը շատ ավելի խորքային է բնականաբար այդ երեխաները այդ ծնողները որոնք հարցերը նման ձևաչափով բարձրացնում էին մեկ օրվա արդյունք չի այդ ամենը ռիսկը կա որ այդպիսի իրավիճակ ունենք նաեւ այլ դպրոցներում հենց այս պահին մենք ավելի կենտրոնացած ենք բնականաբար այս դպրոցի վրա համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում որպեսզի դպրոցում շտկվի իրավիճակը ուսուցչի վարքը բնականաբար ուսումնասիրել ենք եւ կարծում եմ տեսանյութերից էլ պարզ էր որ նույնիսկ այն պարագայում երբ շատերը հունից դուրս եկած կամ հունից դուրս հանող մեկնաբանություններով ուսուցչին դիմում էին ուսուցիչը գտնվելով այդ վիճակում համենայն դեպս իրեն պահում էր հավասարակշիռ եւ ուզում եմ եւս մեկ բան ընդգծել անկախ նրանից ուսուցիչը ինչպիսի վարք դրսևորած կլինի ուսուցչի հետ խնդիրները բարձելու ձևաչափը դա չէ բնականաբար կան ուսուցիչներ եւ կարող են լինել ուսուցիչներ որոնք աշակերտների հետ ծնողների հետ կարող են իրենց պահել էթիկապես ոչ այնքան ճիշտ մենք ամեն օր ստանում ենք բռնությունների բուլինգի վերաբերյալ դեպքեր երբեմն նաեւ ուսուցիչների կողմից բայց որևէ մեկը չի թույլատրում որևէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել դրա համար կան համապատասխան պատասխանատուներ կան համապատասխան կառույցներ որոնք եթե ուսուցիչը անթույլատրելի անհարգալից ոչ կոռեկտ ոչ մանկավարժին հարիր որևէ բան է արել ապա դրա համար կա դպրոցի համապատասխան վարչական կազմ որը պիտի զբաղվի այդ հարցով եւ պիտի կարգավորի այդ հարցը ոչ թե այդ հարցերը պիտի լուծվեն լինչի դատաստանի տեսքով ծնողների աշակերտների եւ այդ թվում մանկավարժների կողմից